Քաղաքացիներ, քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Մի ոլորտ, որի զարգացումը պետք է լիներ կառավարության հիմնական առաջնահերթություններից։ Քաղաքացուն խոստացված էր անհատի և հանրային առողջության պահպանում, բարելավում, ապահովելով հասանելի, արդիական և բարձր որակի առողջապահական ծառայություններ։ Մի հանձնաժողով, որի նախագահի մասնագիտական կարողությունների առկայությունը խիստ ցանկալի է առողջապահության ոլորտի օրենսդրությունը կարգավորելու համար։ Ընդհանրապես, որևէ հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրման և ընտրության գործընթացը հստակ բացահայտում է իշխող ուժի վարած կադրային քաղաքականության էությունը։ Ինչը կամ ինչերն են այն գլխավոր չափանիշները, որոնցով առաջնորդվում է իշխող ուժը որևէ կազմակերպության, սահմանադրական մարմնի անդամ կամ ղեկավար ընտրելիս։ Ձեզ ինչ է թվում։ Դրանց մեջ կան արդյոք համապատասխան ոլորտային բնագավառի բարձրագույն որակյալ կրթություն ունենալը կամ համապատասխան ոլորտային մասնագիտական մեծ փորձառությունը, համապատասխան բնագավառում կառավարման ղեկավարման փորձառությունը, օրենսդրական գործունեությանը նպաստող իրավական գիտելիքների առկայությունը, օրենսդրական գործունեության հարուստ ու ակտիվ փորձը, ասենք օրենսդրական նախաձեռնություններ, ոլորտային հարցերի քննարկումներում ակտիվ մասնակցություն, հանձնաժողովների նիստերում, աշխատանքային քննարկումներում։ Ահա այս այն հարցերն էին, որոնք ինձ հետաքրքիր էին խմբակցության որոշումը կայացնելու պարագայում։ Ոչ, 1000 անգամ ոչ, նման չափորոշիչները կարևոր չեն։ Գլխավոր և միակ չափանիշը թիմի ղեկավարության և ՆՓ-ի հրահանգների անխոնջ, լուռ, առանց քննարկման, հլու հնազանդ կատարման պատրաստակամությունն է, որպես գլխավոր նախապայման։ Դե մի քիչ էլ այս պարագայում թիմում այլ տարբերակ չունենալը։ Առողջապահության ոլորտի պարագայում դա ակնհայտ է դրսևորվում։ Ինչու պետք է նախարարը ոլորտային մասնագիտական որակներ ունենա։ Չէ՞ որ գերնպատակը ոչ թե առողջության պահպանումն ու կանխարգելումն է, այլ ամեն ինչ անելը, որ հիվանդների թիվն աճի, որ պետբյուջեի միջոցներն օգտագործվեն ոչ թե առողջությունը ապահովելու նպատակով, այլ ինչքան հնարավոր է շատ հիվանդ ունենալով ու նրանց բուժման վրա մեծ ծախսեր ներկայացնելով։ Ինչու գումարն օգտագործել հիվանդությունը կանխարգելելու, հիվանդների թիվը նվազեցնելու համար, եթե կարելի է հակառակն անել։ Չէ՞ որ հիվանդների թվի մեծացման պարագայում բյուջեի միջոցներն ավելի շատ կարելի է ուղղել հիվանդների բուժման ծախսերի վրա, ինչն ինքնին անվերահսկելի և ավելի անչափելի է։ Բացի այդ, հիվանդ հանրությանը ավելի հեշտ կարելի է կառավարել։ Այս ամենը ապացուցվում է բյուջեի կատարողականի ամենամյա ներկայացմամբ, որի մասին ես միշտ այդ ներկայացումներում խոսել եմ։ Գլխավոր և միակ չափանիշը որևէ պաշտոնի համար ընտրվելիս այն է, որ թեկնածուն պատրաստ լինի հլու հնազանդ կատարել ՆՓ-ի, ինչպես նաև Տրամպի, ինչպես կասեր Տրամպը, էն տղայի պահանջները։ Ինչքանով ոչ սկզբունքային, ինչքան ջանասիրաբար ու անձնվիրաբար է լծվում թիրքահապատակ քաղաքականության գովերքմանը, այնքան լավ։ Սկզբունքային ես կամ նման քաղաքական ելույթներ չես ունենում, հայտարարություններ չես ունենում, ուրեմն SMS կստանաս ու մանդատ դվայր կդնես։ ԱԺ դահլիճում կռիվներում ավելի շատ բռունցքներդ կօգտագործես, ավելի բարձր կհայհոյես ԱԺ ամբիոնից ու կարդարացնես 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան որպես ժողովրդագրական հարցի լուծում, կնշանակվես հանձնաժողովի նախագահ կամ նախարար։ Սա և միայն սա է գլխավոր նախապայմանը որևէ պաշտոնի նշանակման համար։ Սա և միայն սա է քաղաքական կարիերայի աստիճաններով բարձրանալու հավաստիք հորվա իշխանությունների օրոք։ Չես կռվի, թիրքահապատակ հայտարարությունները չես պաշտպանի, ժողովրդավարության ոտնահարումը չես գովերքի որպես ժողովրդավարական գերադրական աստիճան ժողովրդավարության, որի ընկալումը միայն ՔՊ-ին է հասանելի։ Մարդու իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հետապնդումներն ամենօրյա ռեժիմով իրականացնելու պրակտիկան չես արդարացնի ու գովերքի, ուրեմն պաշտոն չես ստանա։ Իսկ որ ամենակարևորն է, հլու հնազանդ կողմ չես քվեարկի, չես կատարի բոլոր հրահանգները, կզրկվես ամեն ինչից, մանդատից, պաշտոնից, կարիերայի աճից։ Ահա սա է, սիրելի քաղաքացիներ, ՔՊ կադրային քաղաքականությունը։ Այժմ առողջապահության ոլորտի մի քանի հիմնախնդիրների մասին, որոնց լուծումների վերաբերյալ կխնդրեի Տիկին Հունանյան ձեր մոտեցումները ներկայացնել, ինչ եք պատրաստվում, ոչ թե նշել այդ խնդիրները, դուք արդեն նշեցիք, այլ ինչ կարելի է անել, ինչպես եք պատրաստվում այդ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել։ Առաջինը,
Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն վաղուց պետք է ունենար առողջապահական ապահովագրական համակարգ, սակայն 4.5 տարի անց նախապատրաստական փուլը դեռ սկսված չէ, որպես խորհրդարանական վերահսկողության իրականացնող մարմին հանձնաժողովի նախագահ, ինչ քայլեր եք պատրաստվում անել այդ ուղղությամբ, ինչ մոտեցումներ, լուծումներ եք առաջարկում։ Երկրորդ, օպտիմալացման ծրագրերը կառավարությունը կատարում է անհասկանալի ձևով, առանց ինչ-որ մաստեր պլանի, առանց միասնական մոտեցման, կատարվում է հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման մարզային կենտրոնների օպտիմալացում, միտեղ մի ձևով, միտեղ մի ուրիշ ձևով, կատարվում են գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում։ Եվ սա դեռ քիչ է, հիմա այսօր արդեն գործընկերս նշեց, որ իդրաֆտում դրված է նախագիծ մարզային հիվանդանոցները բերել մեկ ենթակայության տակ եւ օպտիմալացնել հիվանդանոցները իդրաֆտում դրված է եւ ընդ որում քվեարկողների 97%-ը դեմ է քվեարկել այդ նախագծին։ Ինչ վերաբերմունք ունեք այդ նախագծին որպես առաջարկվող հանձնաժողովի նախագահ։ Ի վերջո դուք կարևոր դեր ունեք այդ հարցի ընդունման կետում։ 97% դեմ է քվեարկված։ Երրորդը, ամենաաղմկահարույց ծրագրերից մեկի մասին եմ ուզում խոսել՝ դեղապահովման։ Այո, մենք նշեցինք, դուք նշեցիք մեր բոլոր ելույթներում, որ Հայաստանում դեղապահովման խնդիրը լուրջ հիմնախնդիր է։ Այո, Հայաստանի նման երկրում այսօրվա դրությամբ անհրաժեշտ էր առնվազն 8000 դեղանուն, անուն դեղ 8000, բայց այսօր գրանցվածների քանակը 2500 պլյուս մինուս միգուցե, այսինքն տեսեք ինչքան պակաս ունենք մենք գրանցված դեղերի։ Դուք որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ, ինչպես եք պատրաստվում օրենսդրական ինչ փոփոխություններ առաջարկելով, ինչ մեխանիզմներ առաջարկելով կարելի է հնարավորինս արագ ու արդյունավետ լուծել դեղապահովման խնդիրը։ Ես չեմ ասում մենք կարճ ժամանակում հասնենք 8000-ի, բայց աճը պարտադիր է այդ թվականակի։ Ձեր մոտեցումները, լուծումների առաջարկները։ Կադրային քաղաքականության մեջ, այո, դուք նշեցիք, մեր գործընկերները նշեցին, մարզային հատկապես բուժ հիմնարկներում մասնագիտական պակասի հիմնախնդիրը, նեղ մասնագիտական բուժաշխատողների պակասը, ինչ օրենսդրական փոփոխություններ եք տեսնում, որոնք հնարավորություն կդարձնեն մարզային բուժ հիմնարկներին ապահովել համապատասխան նեղ մասնագիտական բժիշկներով։ Այժմ կխնդրեմ ուղղակի այդ հարցերի լուծման ձեր տարբերակներն առաջարկել։ Այժմ մի քանի արձագանք երեք այս ամբիոնից ԿՊ հնչեցրած մտքերի մասին։ Բագրատյանն ասում է, թե նույն բանն ենք անընդհատ ասում, ընդդիմությունը անընդհատ նույն բանն է կրկնում։ Այստեղ չի, բայց պարոն Բագրատյան, դուք ամենօրյա ռեժիմով սուտ եք խոսում, դուք ԿՊ-ն ոչ թե անձամբ դուք։ Սուտ խոստումներ եք տալիս եւ նեղվում եք, որ դրա մասին հանրությանը մենք տեղյակ ենք պահում։ Մի ստեք, մի խաբեք ամեն օր, բացահայտումների մասին չեք լսի ամեն օր։ Տիկին Ղազարյանը, Արմենուհի Ղազարյանը հայտարարում է, թե 18-ից հետո ընտրությունները չեն կեղծվել։ Տիկին Ղազարյան, ընտրությունների կեղծելը ոչ թե եւ ոչ միայն քվեաթերթիկների քանակի ճիշտ հաշվարկն է, այլ ամենակարևորը, թե ինչքանով են ընտրողները ընտրություններից առաջ իրենց տված խոստումների կատարում տեսնում, ինչքանով ընտրողները չեն խաբում իրենց ընտրության հարցում։ Ապացույցը ձեր կառավարության գործունեությունն է։ Արդեն չեք էլ խորշում ասելուց, որ ինչ ասել եք, խոստացել եք ընտրվելիս, սխալ եք ասել, որ այժմ իրականացնում եք ուղիղ հակառակը ձեր խոստումների։ Հենց սա է ընտրությունների կեղծումը, որ ընտրողին է պետք քվեաթերթիկների կողմու դեմ ճիշտ թվերը, եթե դրա արդյունքում իրենք չեն ունենալու իրենց ընտրանց համայնքի ղեկավարը։ Փաստ Վանաձոր, թեև այն տղան միանգամից բռնկվում է, երբ խոսում են Վանաձորում խայտառակ տեղական ժողովրդավարության դրսևորումից։ Վանաձոր, Ալավերդի, Ախուրյան, Բերդ, Վարդենիս, Փարաքար, այս շարքը շարունակելի է։ Սա է ձեր ժողովրդավարությունը։ Իսկ ընտրողին հարցրել եք, ինքը ձեր այս տեսակ ժողովրդավարությունն ուզում է, թե ոչ։ Սա բռնապետություն է եւ դուք պատգամավորներ դարձել եք երկիրը դեպի բռնապետություն տանելու ճանապարհը հարթողներ։ Եվ մտածում եք, թե մեր ժողովուրդը ընտրելու է բռնապետին եւ բռնապետության ճանապարհը հարթողներին, իհարկե ոչ։ Ամեն վատ բան, ամեն չարիք իր վերջն ունի։ Նույնն էլ կլինի ՆՓ-ի ու ՔՊ-ի պարագայում։